Այս միջոցառմանը մի քանի խորհուրդ ունի, բայց ամենակարևոր խորհուրդը միջոցառման ձեռնագրից բոլորդ լսած կեղնեք, որ Միշն ու Լյովը ինչպես հիմա եմ ժամանակ էլ 15 թվի մեր գլուխներից վեր են։ Ու այդ ուզում եմ բոլորդ իմանաք, որ իրանք վերևից մեզ նայում են, իրանք արծիվ են դարձել, գիտակցաբար են արծիվ դարձել, իրանք ընտրել են այդ ճանապարհը, որ մենք ճորտի վսկապ չկապենք, այլ մարտիկի զենք կրենք։ Մարտիկի զենքը, թուրը, ավտոմատը շատ ավելի ծանր է, քան ճորտի վսկապը։ Այդ երեխեք ու մեր մնացած բոլոր հերոսները այդ ճանապարհն են ընտրել։ Ու չգիտեմ պատահականությանը հավատանք թե չհավատանք 2015 թվին հենց Միշն ու Լյովն են, հենց տուրնիկի վերև իրանց ոտերի տակին ենք մենք պպզած։ Մենք այդ ժամանակ չգիտենք, որ հերոսների հետ ենք նկարվում, ես չգիտեի, որ արծիվի հետ եմ նկարվում, բայց կյանքը ցույց տվեց, որ իրանք այդ ժամանակ էլ համեստ, խելոք, ուժեղ տղաներ էին ու ընտրեցին արծիվ դառնալու ճանապարհը։ Հիմա դրա հետ այսօր եկեք էլի վաղը։ Երկուսով եկեք էլի, ես էլա չգիտեմ պատահականություններին արդեն ես չեմ հավատում։ Հիմա հենց ես խոնարհվում եմ իրանց առաջ։ Այս երկու տղու իրանց զուգահեռ են մնացած լրիվ տղաների, որ սրանից մի քանի ժամ, ամսի 4-ին էլի, ես ամսի 4-ին էր, մի քանի շաբաթ առաջ Ռևազը և տղեկը միջոցառում էին արել։ Ես այս բանը չկարեցա կարդամ, էլի ինձ է, բեմը լացս եկավ չկարեցա կարդամ։ Հիմա ուզում եմ ընդ մի հատ կարևոր տող կար էլի, որ ուզում եմ հիմի ասեմ ու բարձրաձայն եմ ինչ էի ուզում ասած եղնեմ։ Հիմա լրիվ մի հատ նորից կարդամ ու հետո ասեմ ու այնքան եմ ուրախ, որ բանկը միամիտ վաղոյին հանդիպեցի, լրիվ միամիտ, ես բանկ էի մտնում վաղոյին միամիտ ու Գարիկին միամիտ տեսա։ Հիմի կարդամ հասկանաք ինչի մասին է խոսքը։ Ով կպատկերացներ, որ այս փոքր նկարում ինպես փոքր մարդը պատիվ կունանար նկարվել արծիվների հետ, կրկնում եմ արծիվների հետ։ Ես չեմ նշանուներ և չեմ խոսա անցյալով։ Ինչպես առաջ, այդպես էլ հիմա ես կլսեմ ձեր հաջողությունների մասին։ Կուրախանամ և դա ինձ ուժ կտանել անհնարին է, ինչպես իրանք են արել անհնարինը։ Ես վստահ եմ, որ մենք կհանդիպենք, հիմա հանդիպեց իրանց հետ։ Մեկիդ հետ շուտ, իրանց հետ շուտ, մեկիդ հետ մի փոքր ուշ, բայց անպայման կհանդիպենք ու կժպտանք հաղթանակածի ժպիտով, ինչպես այս նկարում են նկարում, որ ժպտած է։ Հիմա ինչ եմ ուզում կարևորն ասեմ, իրանց հետ շուտ, իրանց հետ վերաբերվեմ։ Մի փոքր ուշն էլ մեր Միշին, Լյովին, այն մնացած տղեկյանունները չեմ ուզում տամ։ Մի փոքր ուշ, բայց գիտեք այդ մի փոքր ուշը երբ ենք հանդիպելու։ Երբ որ ամեն մեկս մեր գործը շատ լավ անենք, մեր քաղաքում առաջինը լինենք, մարզում առաջինը լինենք, հանրապետությունում առաջինը լինենք, հետո աշխարհում առաջինը լինենք։ Եթե մենք տենց չապրեցինք, այդ արծիվները այդ արժանի չենք լինելու հանդիպենք։ Խոսքս դրա մասին էր, որ այն ժամանակ Ռևազի է տղեկի մրցումը որ անում էինք, այդ ժամանակ չկարեցա խոսալ։ Հիմա քանի որ ես երիտասարդությունն ամեն 30 տարի մերն եղել չենք կարեցել ոչ մի բան անենք։ Ես կոչ էլ չեմ անում կռվով որ անենք։ Ես կոչ եմ անում գիտելիքով անենք։ Ֆիզիկապես առողջ պետք է լինենք ու գիտելիքով սովորենք։ Հենց պարզ ձեր առաջ օրինակ տղեկ է։ Իրանց հետ են ներքևի տուրնիկներն ենք 15 թվին սարքել, իրանց ձեռներով իմ հետ քար ենք կրել, այն տուրնիկները սարքել։ Դրանից հետո ծնվել է այս մի տուրնիկը, որովհետև այս տղեկը տեսել են, որ ըստեն փոքր տուրնիկների վրա անում են, որոշեցին ըստես մեծ անեն, այն փոքրը ծնեց, փոքր գործը ծնեց այս մեծ գործը։ Ու այս մարդիկ համ ըստե պարապեցին, համ ընդե պարապեցին, համ կռվի իրանց ամեն ինչը դրեցին, երկուսն է վիրավորում են ստացել։ Հիմա էլ գնում են Երևան ճարտարապետություն սովորեն։ Ճարտարապետությունն էլ շինում են, երգիր են շինում։ Հիմա իրանց օրինակով բոլորը, եթե դուք չգնաք լավ սովորեք ու չմարզվեք, ուրեմն մենք պետք է հնդիկ դառնանք, քրիստոնյա եղնելու մենք իրավունք չունենք։ Բայց ես չեմ հավատում, որ այդ 44 օրվա 18 տարեկան տղեկը, որ ընտրել են քրիստոնեությունը մինչև վերջ գնացել են, հետ չեն գնացել։ Մենք իրավունք ունենք այդ ձև վարվելու, ոչ մեկս իրավունք չունենք, պետք է բոլորս սովորենք ու էլի սովորենք, ու լինենք մեր մասնագիտության մեջ առաջին։
Ես էի ուզում ասեմ, ապրեք տղեկ, ձեր ու ձեր նմանների առաջ եղեք Դիլիջանում կանանց եւ աղջիկների ուժային եռամարտի մարզիչ Աննա Ղազարյանը ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ։ Միջոցառման ընթացքում Դիլիջան ջիմմարզական ակումբի կողմից դրամական պարգևատրման արժանացան նկարչության, երաժշտության եւ սպորտի ոլորտներում մեկ տարվա ընթացքում ամենաշատ հաջողություններ գրանցած դիլիջանցի շնորհալի պատանիները։ Պարգևատրումը կրում էր ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա միշտ ու լյովում էր գլխից վեր խորագիրը։ Մարզական ակումբը վերջերս համալրվել է նաև հատուկ մարզագույքով, որտեղ արդեն կարող են մարզվել նաև պատերազմին մասնակցած մեր երիտասարդները։ Այս նկարով դիպլոմները անուններով գրած, որ այս նկարները գտնի լրիվի տուն, լրիվը իմանան, չմոռանան, որ 2 տարի առաջ այս երեխեքի ինչի են գնացել։ Դա պետք է ոչ մեկը չմոռանա։ Երկրորդը մեր զարի ծնունդն ա, որ ամսի 4-ի, 04-ի Մայցյանը բացեցի, գրանցեցի, որ 4-ից սիրած գիրնան առամարտը ու ասեցիք 60։ Նայա օգտվում ընդամենը դրանից։ Այս մարդը պարա չի ալարել, կարդացել է, ինչ չի ճանաչում, ոչ օրս կողից աբարեկան, ոչ մորս կողից։ Նկարել է ուղարկել ու իրան օդից ստեղծվեց իր այդ քայլի համար պարգևատրում։ Խորհուրդ եմ տալի միշտ, եթե բացվում է դուռ դիմեք, չասեք վայ, բավոր,